Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր անցնելու ենք նոր հնչյուն տառ։ Հիմա տեսնենք ովքեր են թաքնված կամ ինչ է թաքնված մեր դռների ետևում։ Թակենք դուռը։ Նկարում պատկերված է տանձ։ Նկարում պատկերված է Կապիկ։ Նկարում պատկերված է տնակ։ Մեր նկարները ունեն մի ընդհանրություն։ Ո՞րն է ընդհանրությունը։ Տանձ, տատիկ, տնակ։ Նրանց ընդհանուր տառը տնն է։ Այո, այսօր անցնելու ենք Տ հնչյունը և նրա տառերը։ Տ տանձ, Տ տատիկ, Տ նա միայն ը-ի միջոցով է, ձայնավորի միջոցով է, որ երկար է հնչում։ Տ տուն, եկեք հեգենք տուն բառը։ Տ ու ն տուն, տուն, մեկ վանք, մեկ ձայնավոր հնչում, ձայնավորն է ուն, տուն բառի մեջ Տ տառը առաջատառն է։ Տանկ, տանկ բառի մեջ նույնպես Տ տառը առաջատար է։ Տանձ, տանձ բառի մեջ նույնպես Տ տառը առաջատար է։ Ասենք բառեր, որտեղ Տ հնչյունը գրվում է բաղամիջում։ Ապա մտածենք։ Ատամ, ատամ։ Ասենք բառեր, որտեղ Տ հնչյունը գրվում է բառավերջում։ Մկրատ, մկրատ, Տ հնչյունը գրվեց բառավերջում։ Նրանց ընդհանուր հնչյունը Տ-ն էր, նրանց միավորում էր միայն Տ հնչյունը։ Չէ՞ որ տատիկը անձնավորությունն է, իսկ տունը և տանձը առարկաներ ենք համարում։ Տանձը ունի նաև տերև, որը նույնպես գրվում է Տ հնչյուն բառ։ Վերհիշենք անցյալ տառերը։ Ա, է, ը, ի, կ, ժ։ Կազմենք տառակապակցություններ։ Սկզբում կդռնենք Տ տառը, իսկ նրա ընկերը կլինի մեկ այլ մեզ արդեն ծանոթ տառ։ Նախ կկարդանք դանդաղ, այնուհետև հրթիռի արագությամբ։ Փորձենք։ Գնացինք։ Դրա համար մեզ օգնության կգա մեքենան։ Տ է, Տ, Տ է, Տ, Տ է, Տ, Տ ա, տա, Տ ա, տա, Տ ի, տի, Տ ի, տի։ Հիմա հակառակ ուղղությամբ ենք կարդում։ Էտ, էտ, ատ, ատ,
Տե, միանգամից միացնում ենք երկու հնչյուն տառերը իրար, տե, տա, տի, հետ ենք կարդում, էտ, ատ, իտ, ստացան տե, ամեն ինչ ստացվում է ձեռքիցս, տա և տի, տառակապակցությունները կան ատ, իտ, էտ, ուրեմն, այսօր նաև կտրամոթանանք թաստ գրերի հետ։ Հայերենում կա բառեր, որոնք և սկզբից, և բառի սկզբից, և բառի վերջից կարդալուց ստացվում է նույն բառը։ Դրանք են ա, ր, ա։ Սրանց անվանում ենք դասգիր, քանի որ և վերջից կարդալուց ստացվում է արա, և սկզբից արա, Սա արա կատարիր բառն է։ Եթե մենք գրում ենք արա մեծատառ, սա արա անունն է, արդեն մարդու անուն է, հատուկ անուն է, գրվում է մեծատառ։ Մեկ այլ բառ, դարձգիր ենք անվանում նաև տակ, տակ բառը, աչից և ձախից դարձ գիր մեր տակ բառը կարդացվում է տակ, տակ։ Նաև կա դարձգիր կատակ բառը, կ, ա, տ, ա, կ։ Կատակ բառը նույնպես աչից և ձախից եթե կարդամ, կստացվի կատակ, կատակ, կատակ։ Կարող եմ ասել նաև դարձգիր նախադասություն, օրինակ, երբ որ նախադասությունը սկզբից և վերջից կարդալուց ստացվում է նույն նախադասությունը։ Հիշում ենք, որ նախադասությունը գրում ենք մեծատառ, վերջում դնում ենք վերջակետ։ Ա, ր, ա, արա, շեշտում ենք, քանի որ ասում ենք նրան, դրա համար դիմում ենք արային, արա, կատակ, սա շեշտի նշանն է, դուք արդեն պիտի անցած լինեք, ձեր ուսուցիչը պիտի ծանոթացրած լինի շեշտի նշանի հետ։ Կատակ, սիրելի կովիկ, կոտրը զիջիր, արա, կատակ, արա։ Այս նախադասությունը նույնպես դարձգիր նախադասություն է, քանի որ և աչից և ձախից նախադասությունը կարդալիս ստացվում է նույն նախադասությունը։ Արա, կատակ, արա։ Նախադասությունը գրեցինք մեծատառ, վերջում դրեցինք վերջակետ, բայց միայն այդ օրենքը չի, որ արա բառը գրվում է մեծատառ։ Արա այս դեպքում նշանակում է մարդ, որի անունը գրվում է մեծատառ, հատուկ անուն է և գրվում է մեծատառ։ Սա դարձ գրերի մասին։
գրքի առաջադրանքները։ Տ տառը այբենարանում զբաղեցնում է 36-րդ էջը։ Տ տպագիր մեծատառ, Տ տպագիր փոքրատառ։ Նկարում պատկերված է տնակ, տուն, դրա հնչյուններն են Տ ու Ն։ Արդեն ասել ենք, որ Տ տառը բաղաձայն է։ Նկարում պատկերված է տատրակ, ատամ, մկրատ։ Տատրակի նկարի տակ դնում ենք Տ տառի տեղն ու դիրքը։ Տ տառը բառասկզբում է և բառամիջում է։ Ատամ նկարում դնում ենք ատամի նկարի տակ Տ տառի տեղն ու դիրքը։ Տ տառը ատամ բառում բառամիջում է։ Մկրատ բառում բառավերջում է։ Մենք արդեն անցել ենք բավականին տառեր և կարող ենք կարդալ տատրակ բառը։ Կարդում ենք վանկատելով կամ զույգ տառերը վերցրելով։ Կարող ենք և կարդալ երկու տառակապակցության տա, տրակ, տատրակ, բայց կարող ենք նաև կարդալ վանկերտելով տա, տրակ, ատամ, մ տառը չեն անցել երեխաները, բայց արդեն ատամ բառը նկարին նայելով հասկանում են, որ վերջի տառը դա մ-ն է և կարող են նաև կարդալ ատամ կամ մկրատ բառերը։ Տանձ, տանձի նկարի տակ դնում ենք կետը, թե որտեղ է գտնվում Տ հնչյուն տառը։ Նույնը մատանին և մարդ նկարներում։ Փոքրիկի միտքը շատ գեղեցիկ բանաստեղծություն, որը վերցրված է դեռևս 85 թվականի այբենարանից, դուրս տեսած այբենարանից, շատ գեղեցիկ մեր մայրիկների, տատիկների սիրած բանաստեղծություն է։ Փոքրիկի միտքը, տատի տանձը տանեն տուն, թե չեք կուտի գող կատուն։ Միտքը տասա, իմ փոքրիկ, կատուն տանձը ոնց կուտի։ Երեխաները պիտի շրջագծեին բոլոր տառերը և այս էջում և կարող էին նաև այս էջում շրջագծել։ Դրեն Տ ձեռագիր և Տ ձեռագիր մեծատառ և Տ ձեռագիր փոքրատառ տառերը։ Տանձ, միտք է նկարված, ամպիկի մեջ մտքի նշան է։ Չէ՞ որ եթե ցանկանում ենք ինչ-որ բան նկարել և ցույց տալ, որ նա ինչ-որ բանի մասին տվյալ դեպքում մեր փոքրիկը մտածում է, ամպիկի մեջ ենք նկարում այդ միտքը, այն դա է պատկերված։ Տ տառը հավաքված է գունավոր տերևներով։ Եթե ձեր փոքրիկները դժվարանում են հիշել Տ տառը, Տ տերև, կարող եք դուք էլ փակում Տ տառը տերևներով հավաքել, կամ մի փոքրիկ տնակ պատրաստել, կամ ներկել որևէ տնակ։ Իդեպ Տ տառը նաև տանիք բառում կա, լուսամուտ բառում կա Տ տառը, տանձենի բառում, ցանկապատ բառում, թփուտ բառում կա Տ տառը։ Կարող եք նայել։ Հաջորդ էջի 37 էջը ցույց է տրված բառաշարքեր, որոնցում Տ տառը, տառակապակցությունը կամ հանդիպում է սկզբում, կամ վերջում, կամ բառամիջում։ Օրինակ, տա կար, տակար, կա տու, ատ հանդիպում է բառակապակցությունը կատու բառում։ Տի զա տիկ, հիշեք, որ սրանք տառակապակցություններ են, այլ ոչ թե վանք, ցույց է տալիս, թե ինչ տառի հետ է համագործակցում, ինչ տառի հետ է կանգնած, տվյալ դեպքում իր տառի հետ է կանգնած զատիկ բառում։ Եվ կիտրոն իր ձայնավորի հետ տառակապակցություն է կազմել, ոչ թե վանք, այլ տառակապակցություն և դարձել է կիտրոն։ Սրանք տառակապակցություններ են, ոչ թե վանքեր։ Տակար, կատու, զատիկ, կիտրոն։ Տեղադրել տառը և կարդալ։ Աղոնիկները իրենց ծիտիկները կամ ճճղուկները իրենց կտուցների վրա պահում են տառեր։ Դուք արդեն այս տառերը ճանաչում եք, պիտի ընդհանրապես տառերը տեղադրեք բառի վերջում,
բառամիջում և ստանանք լիարժեք բառ, քանի որ նրանք թերի են, տարրերը պակասում են։ Տիկնիկ, կտար կտեղադրենք, կատար, տտար կտեղադրենք, տարի, տար կտեղադրենք, տատիկ, տար կտեղադրենք։ Տիկնիկ, կատար, տարի, տատիկ բառերը կարող եք արդեն արտագրել ձեր արտադրությունների համար նախատեսված կետրում, նաև արտագրել անի պատմությունը։ Սա Անին է, նրա տատիկի անունն էլ է Անի, Անիի տատիկը Անիի տիկնիկ է տալիս, Արան Անիի տորթիկ է տալիս։ Ծննդյան տորթիկ է տալիս, տեսեք։ Կարդալուց հետո սա նույնպես արտագրել տետրերում։ Երեխան արտադրությունը կատարում է տառ և բարձրաձայն։ Դպրոցում չպիտի բարձրաձայն ասի, բայց տանը, որպեսզի երեխան լսի, հիշի ինչ տառ է գրել, հատկանշական է, որ այն կատարվի բարձրաձայն։ Գրելուց ս, ա, սա, ան, ին, անին է։ Պիտի հիշի վայելչագրության կանոնները, որ պիտի գրի գեղեցիկ, տետրը պահի մաքուր, բաց թողի վերևի տողը, վերնագիրը ինչ է նշանակում, վերնագիրը դա պատումի մասին տեղեկացնող երկու բառով տրված բառակապակցություն, չեն կարող ասել, երկու բառով ներկայացվող հատված։ Օրինակ, այլ տվյալ գրքում մի անուն է, մի բառ է, որը ներկայացնում է, թե ինչի մասին է լինելու մեր պատմությունը։ Վերնագրի միջոցով արդեն կարող ենք հասկանալ, թե պատումը ինչի մասին է։ Եթե գրված է կատուն ու շունը, ուրեմն մեր պատումը լինելու է կատվի և շան մասին։ Տվյալ դեպքում գրված է Անին, վերնագիրը ուրեմն մեր պատումը Անիի մասին է։ Վերնագիրը գրում ենք մեջտեղում, այլ ոչ թե ծայրամասերում։ Միշտ վերնագրից ներքև պիտի բաց թողենք մի տող։ Տողը բաց թողելուց հետո մի մատիկը դնում ենք, մատիկից հետո դնում ենք կետը և մի մատ խորքից, դա նշանակում է մի մատ խորքից, դնում ենք մեր պատումը։ Այս բոլոր կանոնները երեխաները պիտի արդեն կարողանան հետևել այդ կանոններին և գրել գեղեցիկ տետրում։ Թե չէ արդեն երեխաներ կան, որ տետրը կամ վերջից են գրում, կամ մեջտեղից են գրում, պիտի հասկանան, որ տետրը ունի իր կանոնները։ Այս երկու գծերը, սրանք, ես ասում եմ, տեսեք, կարմիր գծեր են, սրանք հոսանքալարեր են։ Չպիտի անցնես ոչ ես հոսանքի տեսքով, ոչ ես հոսանքի տեսքով։ Նաև շեշտում եմ, որ սրանց մենք անվանում ենք լուսանցքներ, բայց որպեսզի ավելի խիստ լինի, ասում եմ, որ սրանք հոսանքալարեր են, մեզ տոկը կխփի, հոսանքը կհարի մեզ, կհոսանքալարվեն, դրա համար հոսանքից այս կողմ, լարից այն կողմ չենք ասում։ Մենք բաց չենք թողում այս վերևի տողերը, որովհետև սրանք շատ կարևոր տողեր են, մենք պիտի լվացնենք, մենք պիտի խնայենք թուղթը։ Վերնագիրը գրում ենք մեջտեղում, վերնագիրը միշտ գրվում է մեծատառով, բաց ենք թողում այս մի տողը, այս տողում ոչինչ չենք գրում, ազատ ենք թողում, հաջորդ տողից մի մատ խորքից կետը դնում ենք և գրում ենք սա և մնացյալ բառերը։ Այս ամենից ուշադրություն եք դարձնում, ձեզ հետ Հասմիկն է Բաղդասարյան, կատարեք շատ արտադրություններ, թերթեք, տեսեք ինչքան բառեր են այստեղ անցել, որ նրանք արդեն կարող են արտագրել և գրել, բարձրաձայն տառ ասելով հավատացեք, նրանց մոտ կարդալու ունակությունը էլ ավելի կլավանա։ Հաջողություն։